Արկտիկայի սառցե հարվածը կաթվածահար է արել Եվրոպան։ Տորնադոներն ու ջրհեղեղները ԱՄՆ-ի հսկայական շրջանները վերածել են աղետի գոտու։ Փոթորկոտ քամիների և հրդեհների ալիքը պատել է Սիբիրը։ Շատերը վստահ են, որ այս ամենը հենց այնպես չէ։ Այս և այլ բնական աղետների մասին, որոնք տեղի են ունեցել մոլորակի վրա ապրիլի 2-ից մինչև ապրիլի 8-ը, մեկ շաբաթվա ընթացքում, տես այս ակնարկում։ Ռուսաստան։ Ապրիլի 5-ին Սիբիրի մի քանի շրջաններ բախվեցին ավերիչ փոթորիկների հետ։ Ամենաշատը տուժել են Կրասնոյարսկի երկրամասը և Խակասիայի հանրապետությունը։ Տեղի բնակիչները խոստովանում են, որ երբեք չեն տեսել տարերքի նման մոլեգնում։ Վայրկյանում 35 մետր ուժգնությամբ քամիները տապալել են ծառերն ու կանգառները, գետնից պոկել նստարանները, շրջել աղբամանները, քշել են գովազդային վահանակներն ու ցանկապատերը, բեկորները, ճյուղերը, աղբը և այն ամենը, ինչը վատ էր ամրացված, ցրվել են փողոցներով։ Արդյունքում տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, երբեմն ծանր։ Մեկ կին մահացել է փոթորկի ժամանակ, ընկնելով պատշգամբից։ Կրասնոյարսկի երկրամասում քամու ուժգին պոռթկումը շիֆերի մեծ բեկոր է պոկել և դրանով կոտրել մեքենայի տանիքը։ Անձնական հողամասերում տների դռները պոկվել են, իսկ քամին տարել է ջերմոցները։ Աղետի հետևանքները բնական հրդեհների բռնկման պատճառ են դարձել։ Խակասիայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Իրկուտսկի շրջանում հրդեհը տարածվել է տների վրա։ Ընդամենը մեկ օրում Կրասնոյարսկի երկրամասում 119 հրդեհ է գրանցվել։ Կրասնոյարսկի օդանավակայանի մոտ կրակի պտտահողմեր են նկատվել, մարդիկ տարհանվել են վտանգավոր տարածքներից։ Փոթորիկը տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդկանց թողել է առանց էլեկտրականության։ Արկտիկական պայթյուն Եվրոպայում։ Ապրիլի 5-ին արկտիկական ցուրտը ներխուժեց կենտրոնական և արևելյան Եվրոպա, Բալկաններ, Միջերկրական ծովի մի մասը և Թուրքիա, անսովոր տաք մարտից հետո, որը առաջացրեց բույսերի արագ աճ և ծառերի վաղ ծաղկում։ Տարածաշրջանը գրավեց անսովոր ցածր ջերմաստիճանը և առատ ձյունը։ Լուրջ վտանգի տակ է հայտնվել գյուղատնտեսությունը, հատկապես ծաղկած պտղատու ծառերը, որոնք զգայուն են ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների և ցրտահարության նկատմամբ։ Բելառուսում ձյան առատ տեղումները, որոնք ուղեկցվում են ձնափքի և սաստիկ քամիներով, առանց հոսանքի են թողել 272 բնակավայր, հետևանքները հատկապես լուրջ են եղել Մինսկի և Մոգիլևի շրջաններում։ Լեհաստանում ցերեկը մոտ 20 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանից հետո կտրուկ ցրտել է, սառնամանիքներով, ուժեղ քամիներով, ձյունով և սառցե անձրևներով, Օլշտինում ձյան տեղումներն ուղեկցվել են ամպրոպով, իսկ Վարշավայում ժամում մինչև 80 կմ արագությամբ քամիները վնասել են էլեկտրացանցերը և պոկել տների տանիքները։ Ուկրաինայում առատ ձյան տեղումներ են գրանցվել արևմտյան շրջաններում և նույնիսկ հարավում, Օդեսայի մարզում։ Երկրում ջերմաստիճանը 6-ից 12 աստիճան ցածր է եղել կլիմայական նորմայից։ Իսկ Կարպատներում ջերմաչափն իջել է մինչև -18։ Ըստ օդերևութաբանների, պտղատու ծառերի ծաղկման ժամանակ գրեթե մեկ շաբաթ տևող ցրտահարության ալիքը աննախադեպ երևույթ է։ Բուլղարիայում ձյան ծածկի խորությունը տեղ-տեղ հասել է 40 սանտիմետրի, ինչի հետևանքով ճանապարհներին սահմանափակվել է երթևեկությունը և հոսանքազրկվել են բնակավայրերը։ Պլովդիվ քաղաքում տապալված ծառերը վնասել են մեքենաներին։ Ապրիլյան ցուրտը ոչնչացրել է երկրի մրգի բերքի գրեթե 100%-ը։ Ապրիլի 6-ին Հունաստանում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար ջերմաստիճանը կազմում է մոտ 20 աստիճան, երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ձյուն է տեղացել։ Որոշ շրջաններում, այդ թվում Սալոնիկում, ձնակույտերի բարձրությունը հասել է 30 սանտիմետրի, իսկ որոշ վայրերում ջերմաստիճանը իջել է մինչև -7 աստիճան Ցելսիուս։ Բալենիների, ծիրանի ու դեղցի պտղատու ծառերի ցրտահարությունը գյուղացիներին լուրջ վնասներ է խոստանում։ Ապրիլի 7-ին Թուրքիայում տեղացել են հորդառատ անձրևներ, որոշ շրջաններ ծածկվել են անսպասելի ձյունով։ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4-ից 10 աստիճանով։ Իսպանիա։ Ապրիլի 3-ին նուրյա փոթորիկը հարվածեց Կանարյան կղզիներին, ժամում 124 կմ արագությամբ քամու ավերիչ պոռթկումներով։ Եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակը հայտարարվել է Պալմա կղզում, ինչը անհանգստություն է առաջացրել նույնիսկ տեղի վաղեմի բնակիչների շրջանում, քանի որ այստեղ նման իրավիճակներ շատ հազվադեպ են լինում։ Ուժեղ քամին փշրել է մետաղական կառույցները, տապալված ծառերը փակել են ճանապարհները, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ։ Փոթորիկը հանգեցրել է օդանավակայանի աշխատանքի դադարեցմանը։ Իսկ 5 մետրանոց ալիքների պատճառով խափանումներ են եղել ծովային տրանսպորտի աշխատանքում։ Մի քանի վայրերում առատ տեղումներ են գրանցվել։ Ապրիլի 4-ին փոթորիկը պատուհասեց մայրցամաքային Իսպանիային։ Աղետը հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ և կարկուտ է բերել Կաստիլիա-Լա Մանչա շրջանում, լրջորեն տուժել է Ալբաս-Էտե նահանգը։ Փողոցներն ու շենքերի տանիքները ընդամենը մի քանի րոպեում պատվել են կարկուտի սպիտակ շերտով։
Ինտենսիվ տեղումները վնասել են գյուղատնտեսական հողատարածքները, հատկապես ծաղկած նշենիները։ Տորնադոն անցել է Կուենկա նահանգով, վնասելով շենքերը, ծառերը եւ արևային մարտկոցները։ Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ Անդալուսիայի շրջանում տորնադոն, որն անցել է Սևիլյա քաղաքի կողքով, խլել է 3 մարդու կյանք։ Փոթորիկը քանդել է պահեստը, այն վերածելով փլատակների կույտի։ Ինդոնեզիա։ Ապրիլի սկզբին Ինդոնեզիան ենթարկվել է տարերքի հարվածին։ Հորդառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղների եւ սողանքների պատճառ են դարձել երկրի մի քանի շրջաններում։ Ափերից դուրս եկած գետերը հեղեղել են բնակելի թաղամասերը եւ վնասել ենթակառուցվածքները։ Որոշ տեղերում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի։ Հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել, իսկ որոշ գյուղեր ամբողջությամբ մեկուսացվել են։ Սողանքները վնասել են տները, փակել ճանապարհները։ Ապրիլի 3-ին արևելյան Ջավա նահանգի Մոջոկերտո շրջանում հզոր սողանք է տեղի ունեցել, որը ծածկել է ճանապարհի մոտ 15 մետր երկարությամբ հատվածը։ Կեղտի, քարերի եւ արմատախիլ արված ծառերի հոսքերն ուղիղ ընկել են անցնող 2 մեքենաների վրա, նետելով դրանք խորը ձորը։ Արդյունքում 10 մարդ մահացել է։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ապրիլի 4-ից հորդառատ անձրևները պատել են երկրի մայրաքաղաք Կինշասան, ինչի հետևանքով 17 միլիոնոց քաղաքի կեսից ավելին տուժել է ջրհեղեղներից եւ սողանքներից։ Մահացել է առնվազն 33 մարդ։ Նջիլի գետը, որը հոսում է ամբողջ քաղաքով, դուրս է եկել ափերից, վնասելով հարյուրավոր շենքերի եւ հեղեղվել է գլխավոր հանրապետական ճանապարհը։ Այդ պատճառով խափանվել է տրանսպորտային կապը Նջիլի միջազգային օդանավակայանի հետ։ Արգելափակված ուղևորներին օգնելու համար ստիպված են եղել գործի դնել արտակարգ լաստանավերը։ Շատ վարորդներ ամբողջ գիշերը անցկացրել են իրենց մեքենաներում, իսկ բնակիչները ստիպված են եղել կանոեով կամ լողալով նավարկել ամբողջովին հեղեղված փողոցներով։ Քաղաքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի եւ ջրի լայնածավալ խափանում։ ԱՄՆ Ապրիլի 2-ից փոթորիկների հզոր համակարգը հարվածել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին։ 2 օրվա ընթացքում 68 հաստատված տորնադո է անցել ամբողջ երկրով մեկ, այդ թվում 3-ը հատկապես ուժեղ EF 3-րդ կատեգորիայի։ Սա վերջին տարիների ամենահզոր բռնկումներից մեկն էր։ Ավելի քան 15 միլիոն մարդ վտանգի տակ էր։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի սկզբից ԱՄՆ-ում արդեն մոտ 1000 տորնադոյի նախազգուշացում է տրվել։ Սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է երկրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Արկանզաս նահանգի Լեյք Սիթի քաղաքը հայտնվել է սաստիկ տորնադոյի էպիկենտրոնում։ Աղետը ավերել է տները եւ խաղալիքների պես ցրել մեքենաները։ Ինդիանա նահանգի Կարմել քաղաքում հորցանուտը քանդել է ռադիոաշտարակը եւ պոկել շենքերի ճակատները։ Բրաունսբերգում պահեստ է փլուզվել, որի փլատակների տակ 3 մարդ է հայտնվել։ Առնվազն 5 մարդ է զոհվել Թենեսիում, այդ թվում 3-ը Սալմեր քաղաքում, որտեղ ժամում մինչև 257 կմ արագությամբ տորնադոն ավերել է ամբողջ թաղամասեր։ Փոթորիկը ուղեկցվել է մինչև 7.5 սանտիմետր մեծության խոշոր կարկուտով, որը վնասել է տների ճակատներն ու տանիքները, կոտրվել են մեքենաների ապակիները։ Ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ 4 նահանգների ավելի քան 280,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Հեղեղումները ևս մեկ հարված էին տարածաշրջանի համար, 2 բարձր ճնշման գոտիների միջև ընկած փոթորիկը 4 օր անընդմեջ շարունակական անձրևներ է թափել երկրի կենտրոնական հատվածում, ստեղծելով իսկական դարի ջրհեղեղ։ Իրավիճակը հատկապես ծանր է Թենեսիում, Արկանզասում եւ Կենտուկիում, որտեղ 24 ժամվա ընթացքում տեղացել է գրեթե 1 ամսվա տեղումների նորման։ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում 1 օրում 139 մմ անձրև է տեղացել։ Սա ռեկորդային ցուցանիշ է ողջ ապրիլի համար 1872 թվականի դիտարկումների սկզբից ի վեր։ Արկանզասում նահանգի հյուսիսում հորդառատ անձրևները դուրս են բերել գնացքի մի քանի վագոնները ռելսերից։ Իսկ Լիթլ Ռոք քաղաքի պատմության մեջ առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել հեղեղումների պատճառով։ Կենտուկիում ջուրը հեղեղել է ճանապարհները, ավերել կամուրջները, կտրելով մի քանի բնակավայրեր արտաքին աշխարհից։ Օուենի շրջանը վերջին տասնամյակների ընթացքում ապրել է սաստիկ ջրհեղեղ, ընդ որում Մոնտերեյում գետի մակարդակը գերազանցել է 1937 թվականին սահմանված պատմական առավելագույնը։ Ֆրանկֆուրտ քաղաքում ջուրն այնքան հզոր է եղել, որ տարել է դեպի ավտոբուսի կանգար գնացող դպրոցականին։ Նրան փրկել չի հաջողվել։ Ֆրանկլին շրջանում նկատվել են մեծ շենքի մնացորդներ, որոնք լողում էին գետի երկայնքով։
Միսիսիպի եւ Օհայո գետերի հովիտների որոշ շրջաններում, որոնք տուժել են փոթորկից, 3 օր շարունակ գործել է տեղատարափ հեղեղումների ռիսկի ամենաբարձր 4-րդ մակարդակը, ինչը տեղի է ունենում չափազանց հազվադեպ, նույնիսկ արևադարձային փոթորիկների սեզոնի գագաթնակետին։ Չդադարող անձրևները լրջորեն բարդացրել են ավերիչ տորնադոներից տուժած տարածքների մաքրման աշխատանքները։ Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ մահացու տորնադոները եւ անձրևները հանդարտվեցին, սպառնալիքը դեռ շարունակվում էր։ Միջին Արևմուտքի եւ Հարավի քաղաքներում գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, բնակչությունը ստիպված է եղել հեռանալ, փախչելով սաստկացող ջրհեղեղներից։ Տարերքը 7 նահանգներում առնվազն 25 մարդու կյանք է խլել։ Այսօր շատերը կատակլիզմների շարքերի մեջ տեսնում են տեխնոլոգիական հետք, կլիմայական զենք, արհեստական միջամտություն, ինչ-որ մեկի չարամիտ մտադրությունը, մարդիկ մեղավորներ են փնտրում, հուսալով, որ ամեն ինչ կդադարի, հենց որ իբր եղանակը վերահսկողները դադարեն կոճակը սեղմել։ Բայց կատակլիզմները դավադրություն կամ պատիժ չեն, սա ցիկլային գործընթացների բնական արդյունքն է, որը կարելի է չափել, հասկանալ եւ կանխատեսել, սրանք գիտության կողմից հաստատված ճշգրիտ տվյալներ են։ Միայն այն ժամանակ, երբ լրատվամիջոցները սկսեն հրապարակել ճշմարտությունը, առանց որևէ բան թաքցնելու, առանց երևակայության, առանց խեղաթյուրելու, սակայն ինչպես որ կա իրականում, եւ բացահայտ խոսեն 100%-ով իրական սպառնալիքների մասին, ապա ողջ քաղաքակիրթ աշխարհը արագ կհասկանա, թե որքան լուրջ է ամեն ինչ եւ հասարակության ուշադրությունը կուղղորդի գիտությանը։ Հասարակությունը կսկսի աջակցել այն գիտնականներին, ովքեր կարող են բացատրել, թե ինչ է կատարվում եւ կարողանում են լուծում գտնել։ Մենք ունենք ամեն ինչ՝ տեխնոլոգիաներ, գիտելիք, ռեսուրսներ։ Մնում է այս ամենը համատեղել հանուն իրապես մեկ կարևոր նպատակի՝ մեր ապագայի շուրջը։